Հայ ապագան դաշնակցության 35-րդ ընդհանուր ժողովի ավարտեն 3 շաբաթի ետք կհանդիպենք սիրելի հայրենագիտներ, ընկերներ, լալու միասին դաշնակցության պատմության վերջին 60 տարիներու հսկաներեն մեկուն ընկեր Սարգիս Զետլյանի արևանկման և նահատակության 40-ամյակին առիթով։ Սարգիս Զետլյան դաշնակցության 25-րդ ընդհանուր ժողովին կողմէ հրապարակված հայտարարությամբ բարձրացած է նահատակության պատվանդանին։ Ընդհանուր ժողովը գսե բայկարողի խրոխտ կեցվածքով դաշնակցական և քաղաքապարական սկանչելի դիբարով և դաշնակցական մտքի տրոշագիրի փայլուն թիմակիցով, ինչպես նաև իր գործով և օրինակով Սարգիս Զետլյան այլևս մաս կկազմե դաշնակցական անմահ նահատակներու բանքին։ Ընկեր Զետլյան գարջանանա նահատակության թափնեպսակին, որովհետև անգահավատար իր խոսքերով, որ ամեն կուսակցություն պատրաստ պետք է լա, բարդավոր է պատրաստ լալու քերակույն զոհաբերության, վասն հայրենյաց։ Այս է հիմնական և անփոխարինելի սկզբունքը։ Եվ ինք այդ կուսակցության զինվորն ու ղեկավարը իր ամբողջ կյանքին ընթացքին խորավատքով, աննգուն կամքով, մշտանորոգ խիզախությամբ գործեց և ինգավ գործի ճամփուն վրա հակադաշնակցական թավադրության զոհ երթալով։ Կուսակցական, հանրային, հասարակական կյանքի իր գործունեությունը զանազան բնակավարներու մեջ, եթե անհրաժեշտ լա բնութագրել, ինչպես այսօրվան այս հավաքին բնապանն է, անվարան բիդիսենք հայկական արևելում։ Ու շատ բնական և դրամապանական կերպով հայկական արևելում, ուրիշ ոչինչ։ Իր ժողովրդին ծոցեն ծնած, անոր գոյատևման և հայրենիքի պաշտպանության համար առավելագույնը զոհաբերած ու դակավին զոհաբերող հայ ապագան դաշնակցությունը չէր և չի կրտար հայութերը դուրս այլ արևելումի մասին մտածել։ Այլ խոսքով հայագետրոն, հայրենագետրոն մտածողությունը ինքնաբերաբար պիտի առաջնորդեր հայկական արևելումի քաղաքականության, որուն խորքը հայ ժողովրդի քերակույն շահերու պաշտպանությունն է և հայության ամբողջության հավաքը ամբողջական Հայաստանի մեջ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի տեսլականով։ Նահատակ ընկեր Զետլյան իր գործընկերներուն հետ դեռևս 6 տասնամյակ առաջ խորքային նոր շունչ կուտար հայկական արևելումի գաղափարին։ Հայաստան մաս կկազմել խորհրդային միության և ենթակա էր այդ իշխանություններուն բարդացրած կաշկանդումներուն ու հակառակ քաղաքապարական և քաղաքական անհամատեղելի տարբերությանց հստակորեն առաջնահերթությունը կտրվեր Հայաստան հայրենիքին, համայն հայության հայրենիքին և անոր հզորացման անկախ այս երկրի վարչակարգին։ Տասնամյակներ ամբողջ արևելքի և արևմուտքի, հյուսիս թե հարավի մնայուն պայքարներու մեջ դաշնակցության համար հիմնականը, ճիշտը և քերակույն նպատակը եղած է ապահովել հայության շահերը, համայն հայության հայրենիք Հայաստանի շահերը և աշխատի լուծկտիլի խնդիր ամբողջական Հայաստանի և հայության։ Այսօր ալ նույնն է հիմնական սկզբունքը։ Ընկեր Զետլյան անզիջող պայքարող եղավ այս հավատքին
Գուսակցական իր շուրջ 40 տարվան աշխատանքի մեջ իբրև ուսուցիչ, խմբակիր, դնորեն, Գոմիտեի անդամ թե կենտրոնական Գոմիտեի ներկայացուցիչ կամ բյուրոյի անդամ։ Հայկական արևելումը խոսք չէր իրեն համար, այլ նպատակ, գործունեության ուղեկից եւ ամենօրյա ապրում։ Եթե ակնարկում դենք ընկեր Սարգիս Սետյանի գործունեության ու գեցածերու համայնապատկերին վրա, իր նախաձեռնած աշխատանքներում կամ իրագործած նպատակներում վրա, իր արտահայտած մտքերուն եւ որոշումներուն գայացման մեջ իր թերագադարության վրա անվարան պիտի տեսնենք, որ հայկական արևելումի խաղապարը դեպական, դաստիարակության, գազագերբական թարգմանության, թե խաղապարական արտահայտության առանց գազմած է նահատակ մեր ընկերոջ համար։ Հայկական արևելումը գարիք ուներ խաղապարական վերաթարմացման, ու Սարգիս Սերտյան եղավ առաջադար դրոշագիրը այս ճիքին։ Գործաբաց մոտեցում է անտին, խաղապարը հիմք նկատեց քաղաքական որևէ գեցվածքի։ Հայկական արևելումի համար խաղապարական ենթահող պատրաստելու սերմերը անդեսավ երդասարտության մեջ, ան բաշտեց երդասարտությունը և լայն թրներ պացավ անոր արջև, ամեն դեղերան իր խորոտ կեցվածքով, բադենական միության ժողովի, թե երդասարտական միության մասաջուղային հանդիպումի կամ փանագումի, արդարորեն ցանեց երդասարտության տաշտին մեջ, որբեսի հայությունը քաղե փերքը։ Հավատաց համահայկական ջիքերուն, հավատաց սպիրկյան զանազան քաղաքներու փոխադարձ գործակցության, հավատաց սպիրկ Հայաստան գործակցության։ Հակառակ քաղաքական դարակարծությանց, հայկական արևելումի քերագշիր արժեքին համար ընկեր Սարգիս Սերտյան ոչինչ խնայեց հայկական մյուս կուսակցությանց հետ երկխոսության եւ գործակցության եզեր գտնելու եւ այսօր լավագույն արտահայտությունները եղան 1972-ի Լիբանի երեսփոխնական ընտրությունները, Եղեռնի 60-ամյակի համահայկական ոգեկոչումը կամ Լիբանյան պատերազմին ընթացքին ցուցաբերված համահայկական հանձնարու եւ թրագան չեզոքության քաղաքականությունը եւ Լիբանի հայության ինքնուրույն որոշումի պահպանման համար ինքնապաշտպանությունը։ Սարգիս Սերտյան նույն նպատակաուղղվածությամբ անհրաժեշտ նկատեց կազմավորումը ազատ ու անգաշկանտ մտածողության դեր հայ մարդուն, որ ազատագրված լա ստրկամուտներ է, դնդեսական թե հոգեբանական շահագործում է, եւ որ կարենա իր շրջապատի մեջ ստեղծել արժեքային հիմունքներով համագարկ, ուր իր բարերով անհրաժեշտ է թոթափել մեր եսագետրոն անհատաբաշխությունը եւ փոխարենը զարգացնել հավաքական մեր գիտակցության ու գործունեության գամքը ազգային միության եւ համազգային իդեալներու կենսակերպવાની խնդիր հավաքական մեր պայքարը։ Մարդկայնացնելով ընկերվարությունը անհավատաց ընկերային արդարության վրա Հայաստանի մեջ հիմնված հասարակարգին, որը լա հզոր, ամբողջական, ինքնիշխան, ժողովրդավար եւ ուր պահպանվի հայկական ինքնությունը։ Քաղաքապարապանական խոր պատրաստվածությամբ այս հսկան ամեն բան է վեր նկատեց հայ ժողովրդի շահերը։ Իզմերը անտին անհավատաց հայության հավերժության եղավ ասկայնական, երբեք ասկայնամոլ, ասկայնականությունը վերածելով արմենիզմի իբրև հայկական արևելումի լավագույն գործիք։ Հավատաց ուժին, հայությունը հավաքական ուժի վերածելու հրամայականին, ընկերային արդարություններու,
ազատ կամքի և հավասարության խորապես հավատացող ընկերը, հեղափոխական էր իր էությամբ և խորչատակովը հեղափոխական մտածողության, որ պիտի շրջեր մեր ժողովրդի բարդվողական հոգեվիճակը, անսատվական դրամապանությունը, անդարբերությունը, ազգայինեն դուրս խուսանավումները, հուսալքությունն ու հիասթափությունը։ Հեղափոխական Սարգիս Զետյան գահավադար զենքին, զենքը իր դարբեր իմաստներով քիր ու քրագանութենեն մինչև ազատագրական զինյալ բայկար։ Հավատաց ամեն զենքի գործածության ի խնդիր մեր ժողովրդի քերակույն նպատակներու իրագործման։ Հայապողական տաշնակցության 35-րդ ընդհանուր ժողովին ներկա էին ընկեր Սարգիս Զետյանին ոգին, հոգին ու խաղապարները։ Ներկա էր ինք և իր օրվան գործընկերները։ Բայց ահավորը և ցավալին ներկա էին մեր ժողովուրդը գործանումի և հայրենիքը թրկացումի դանող դվյալները։ Սարգիս Զետյան չգրցավ ապրիլ Հայաստանի անկախությունն ու Արցախի ազատագրումը ու չտեսավ Արցախի հանձնումը և Հայաստանի ներկա իշխանություններու բարդվողական, հանձնվողական ենթարկվածությունը թուրք-ադրբեջանական թանդեմին։ Վստահաբար առաջինին բարակային անվարան պիտի հայտարարեր հաղթեցինք, բայց բավարար չէ, պետք է շարունակել պայքարը։ Իսկ երկրորդին բարակային պիտի ասեր հայրենիքը ամեն բան է վեր է, իշխանությունները կմեկնին հայկական արևելումով պայքարինք Հայաստանի պահպանման ու Արցախի վերադարձին ի խնդիր։ Ու ճիշտ պիտի ասեր Սարգիս Զետյան։ Այնպես ինչպես ասած էր սովետի օրերուն, հայ ժողովրդի և Հայաստանի ճգնաժամային այս օրերուն ինչքան աշմեական են դաստիարակիչ, ուսուցողական, կոդեբնթիչ և առարգայական ընկեր Սարգիս Զետյանի կարծիքները։ Ու միաժամանակ ինչքան բարդավորեցնող անոր առևանգման 40-ամյակին և մեր վերջին ընդհանուր ժողովին ընթացքին դրվող որոշումներուն գործակցությամբ, կապակցությամբ։ Պատմության մեջ ոչինչ փոխված է։ Մեր թշնամիները կմնան նույնը Թուրքիան, Ադրբեջանն ու համաթուրանականությունը։ Բարեկամներ չունենք, քաղաքականության մեջ առհասարակ չկան բարեկամություններ, կան միայն շահեր։ Դգար է ազգային հավաքական միասնությունը ու հակառակես բոլորին գա Հայաստանի ու հայության հավերժության հրամայականը։ Բահանջը պայքարելու կամքը վերարձարծում պահելու։ Հայկական արևելումով պայքար, բարդվողականության դեմ պայքար, ազատ, անկախ, միացյալ, ինքնիշխան Հայաստանի համար պայքար։ Ընկեր Սարգիս Զետյան ինգավ, որտև կխանգարեր մեր թշնամիներուն ծրագիրները։ Ան գիտակցաբար ընտրած էր այդ ուղին։ Ինգավ թավատրաբար հակատաշնակցական ցերկերով։ Իր մե առաջ ու իր մե ետք ինգան ուրիշներ թուրք և ադրբեջանական ուժերու ցերկերով։ Անոնց արյունը գողող է մեր հայրենի հողը, որ պիտի մերժե ծնունդ տալ ու ապրեցնել թունավոր փույսեր կամ Թուրքիո համար բդղադու ծառեր։ Ընկեր Զետյան մեր գուսակցության և հայ ժողովրդի մեջ կմնա իբրև խրոխտ, խիզախ, համեստ, բծախնդիր, աննգուն կամքի դեր, քաղաքապարական, քաղաքական, գազམ་ակերպական մարդիկ, մուսալերան, ժառանգորդ, փոթորիկ։
Իբրև այս ցերնարգին վերանորոգ ուխտ այս սրահեն մեկնինք նույնիկն ընկեր Սարգիս Զետյանի ռազմավարական թիրախը հիմնական նպատակի վերընծումով Սեփական բեդությունն է անխորդագելի զրահը ամեն բան է վեր են հայրենիքը եւ Միացյալ Հայաստանի անկախությունը ահա այն սրբազան իդեալը որի պրեպ փևերային աստղ բիդի առաջնորդե մեր քայլերը դեպի հավերժական հայության լուսաբայծար աբական այո սիրելի հայրենագիտներ ընկերուհիներ ընկերներ գամ արժանի ելանք այս ուղին եւ բայկարինք հավաքապար անոր իրականացման համար գամ ընտրենք անցածվանության ուղին քանթենք հայությունը գործանենք Հայաստանը եւ ազգորեն կերեզմանվենք